44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատները հերթական բողոքի ակցիան են անցկացրել կառավարության շենքի դիմաց, պահանջելով հրապարակել պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ոչ մի խոչընդոտ չհանդիսանա հանկարծ մեր ճանապարհին, որովհետև այս 6 տարի է մենք սպասում ենք իրանց։ Այսինքն չենք ասում համբերատար ենք սպասում, էլի անհամբեր ենք սպասում, բայց թող խոչընդոտ չհանդիսանան հանկարծ։ Այսինքն մտավախություն ունեք, որ հակարի կամուկ։ Դե մտավախություն չունենք, դա տենց լինելու է։ Հարգելիս, հաստատ լինելու է, դե այդ դեպքում արդեն թող վախտը ցույց տա, ինչ կանենք, ոնց կանենք։ Հա, մեկ էլ մի տենց փոքր բան ավելացնեմ Արսենի ասած այդ քննիչ հանձնաժողովի հրապարակման վրա, իրանք իրանց դեմ չեն աշխատի կյանքում։ Այսինքն, եթե այնտեղ ինչ-որ մի բան էլ կա, որ պիտի մենք իմանանք մեզ մի թեթև օգուտ տա, այդ իրանց է վնաս լինելու։ Դրա համար իրանք իրանց դեմ չեն աշխատի։ Հետո տես մի հատ կարճ բան ու այս խաղաղությունը, որ իրանք այդ մուրում են բան են անում, մենք էլ խաղաղության կողմնակից ենք։ Բայց sense խաղաղություն մեզ պետք չի։ Իմ խաղաղությունը իմ երեխենն է։ Այս լյուբոյ ծնողի աչքերի մեջ նայեք, դուք կհասկանաք, որ այսինքն դուք էլ եք ծնող։ Այսօր որ քո երեխեն խաղաղ չեղավ, դու էլ ես լինելու անհանգիստ, լինելու դու գազան ես դառնում, էլի։ Ու ասածը սենա թող իրանք երեխեքին տենց հանգիստ չգրկեն քնեն։ Թող մտածեն, որ մարդիկ կան, իրանք էլ են ուզում իրանք երեխեքին գրկեն քնեն։ Խաղաղություն ուզում ենք, բայց սենց խաղաղություն չենք ուզում։ Իմ երեխուն թող բերեն, այստեղ յուրաքանչյուր երեխուն թող բերեն, մենք խաղաղության կողմնակից ենք։ Եթե պիտի մի բանին տանուլ տանք ու տենց գլուխներնից կախ, այդանք խաղաղության բան ու հետնել ունենանք ցավ, հետնել ունենանք կորուստ, չի լինում այտենց։ Գործ է, չեք կարալ։ Թող իրանք կորստվեն, եթե տենց է։ Թող այդան մնան ընդեղ Ադրբեջանում ապրեն, ախպեր, մեզնից ինչ են ուզում։ Ու թող խոչընդոտ չհանդիսանան, հանկարծ որ մենք մեր երեխեքին ման են գալի։ Այսքանը, թող իրանք մտածեն նրա մասին, որ իրանք էլ ունեն երեխեք, իրանք էլ ունեն կյանք, պետք է ապրեն, մի խոսքով։ Դե Աստված է վերևից տենում, էլի, թող մտածեն։ Մի հատված ասեմ ձեզ, չեն լսի, չեն հասկանա, բոլոր եկեղեցիներում գնացել ենք, աղոթք ենք արել, շատերի հետ միասնական աղոթք ենք արել ու խնդրել ենք, ես հիմա կարտասանեմ նարեկացու գերու աղոթքը, արդյոք կհասնի իրենց չգիտնեմ, այս բարերը կրակ են, կրակ, դուրս մեր ինձ բանտից, արձակիր բոլոր կապանքներն իմ այս շղթաները մրկող կտրատիր, փրկիր, խեղդվելուց վերջ տուր տանջանքից, քանդիր կապկպող երկաթներն այս ողջ համ պաշարումից, տարակույցների սվարմից ազատիր, սփոփանք տուր իմ տխրություններին տանջանքիս անդոր, վիշտս թալատիր տվայտանքներիս խաղաղություն բեր, լացիս համոքում հետետանքներիս ապակինություն, ող բուկականիս դադարում գա հանգիստ, շատ երկար է չեք դիմանա, ես էլ չեմ դիմանա, խոսել չի լինում խոսել, ինչ խոսք նարեկացուց ավելի լուսապայծառ, ինչ ճակատ կա, որ խոսի, ուր սրանց հասկացնի, բան հասկացնի, չեմ կարծում, բայց ասես կխոսի, խոսի, մի բան ասասի։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտարարել է, որ Սրբազան պայքարի գործով իրենց դիմումը ՄԱԿ-ի փորձագիտական խմբի կողմից ուսումնասիրվել է ոչ միայն առանձին մեղադրանքների, այլև ընդհանուր քաղաքական համատեքստի շրջանակում։ Նրա խոսքով միջազգային կառույցը ուշադրություն է դարձրել պետական ապարատի գործողությունների հետևանքով տուժած անձանց վերաբերյալ ներկայացված փաստաթղթերին եւ ուսումնասիրության շրջանակում դիտարկել է առնվազն 109 անձի դեպքեր։ Սողոյանը պնդել է, որ Սրբազան պայքարի մասնակիցների նկատմամբ իրականացվել է քաղաքական հետապնդում, իսկ ահաբեկչության մեղադրանքը անհիմն է։ Նա նշել է, որ այս գործընթացը շարունակվելու է նաև միջազգային հարթակներում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում է Հայաստանի 15 քաղաքացիների նկատմամբ դատական գործընթացը։ Բանդից ուղերձով է հանդես եկել գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մանուկյանը Փաշինյանից պահանջել է հրապարակային դիրքորոշում հայտնել իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ, նշելով, որ լռությունը կարող է ընկալվել որպես համաձայնություն ներկայացված մեղադրանքներին։ Համաձայն
այս երկրի քրական օրենսգրքի 100.1, 100.2 հոդվածների մասով, ըստ որի 2020 թվականի սեպտեմբերին ագրեսիվ պատերազմի պլանավորման, նախապատրաստման եւ վարման ձևակերպումով, չնայած մեր բերած բոլոր աներկելի ապացույցները եւ փաստերը, դրանից բացի այն տեղի է ունեցել միջազգային հանրության բաց տեսադաշտում, բայց եւ այնպես, քանի որ դուք եղել եք Հայաստանի Հանրապետության այս ժամանակ վարչապետը եւ միաժամանակ գերագույն հրամանատարը, ես պատերազմի պլանավորումը սկսում հենց այդ օղակից։ Հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների մասով հանրային ներկայացնել ձեր դիրքորոշումը։ Հակառակ չարձագանքելու դեպքում կնշանակի, որ համաձայն եք կեղծ առաջ քաշված մեղադրանքների։ Դրանով իսկ մեղսակի դարձնելով ոչ միայն ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին։ Հույսով եմ, նախկինում ձեր գլխարկների վրայի անվանումը չի կորել։ Դրանից բացի, ակնկալում եմ իմանալ մեր այստեղ գտնվողների կարգավիճակը ըստ Հայաստանի Հանրապետության պետական դիրքորոշման։ Ցավալի է նաև այստեղ գտնվողները չեն զգում Հայաստանի Հանրապետության շունչը, բայց ինչ արած, իրականությունը սա է։ Ժամանակի ուղղության պատճառով ես այսքանը կխոսեմ առայժմ։ Ձեր հետ կիսվեց Դավիթ Մանուկյանը։ Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող առնչմոլ առևտրի կենտրոնում։ Առևտրականների խոսքով ստուգումները սկսվել են առավոտյան, ինչի հետևանքով չեն կարողանում աշխատել իրենց տաղավարներում։ Նրանց գնահատմամբ չի բացառվում, որ առևտրի կենտրոնը կարող է կապարակնքվել։ Բեկից նշել են, որ ստուգումների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը օպերատիվ կերպով հրապարակվում է գերադասչության պաշտոնական կայքում եւ տրամադրվում է նաեւ լրատվամիջոցներին։ Իսրայելի կառավարության Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Քնեսետում քվեարկության չի դրվել Ադրբեջանի ճնշման պատճառով, հայտնում է իսրայելական Հaaretz պարբերականը, հղում անելով իր աղբյուրին։ Պարբերականի տեղեկություններով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիկմեթ Հաջիևը կապ է հաստատել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի հետ, ինչից հետո հարցը հանվել է Քնեսետի օրակարգից եւ չի ընդգրկվել ամառային արձակուրդից առաջ նախատեսված քվեարկությունների շարքում։ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի գրասենյակը հերքել է, որ քվեարկությունը չեղարկվել է Նեթանյահուի միջամտությամբ, սակայն չի պարզաբանել, թե ինչու նախագիծը չի ներկայացվել խորհրդանին։ Գոյություն ունի կառավարության որոշում ճանաչելու հայոց ցեղասպանությունը եւ այն ընդունվել է միաձայն։ Այդ որոշումը մնում է ուժի մեջ եւ չի փոխվելու։ Հենց դա է կարեւոր ու պատմական փաստը, քանի որ Իսրայելի կառավարությունն արդեն հստակ արտահայտել է իր դիրքորոշումը այս հարցում։ Հaaretzը նաեւ նշում է, որ անցած շաբաթ Ադրբեջանը եւս մեկ ազդակ է հղել Իսրայելին։ Նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Պաղեստինի վարչապետ Մոհամմադ Մուստաֆային, պաշտոնական հաղորդագրությունում վերահաստատվել է Ադրբեջանի աջակցությունը պաղեստինցիներին, այդ թվում ՄԱԿ-ի պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների գործակալության միջոցով։ Հայաստանի բանակի զինծառայողների մարզումները 155 մմ տրամաչափի արամաստ ինքնագնաց հրետանային կայանքներով տեսանյութ հրապարակվել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան էջում։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը պատերազմը եւ դիվանագիտությունը վարում է ելնելով իր ազգային շահերից։ Իսմայիլ Բաղայիի հայտարարությունը հնչել է այն հարցից հետո, թե արդյոք Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հնարավորությունն այլևս փակված է։ Խոսնակը մերժել է այն երկընտրանքը, թե կամ պատերազմ է կամ դիվանագիտություն։ Ըստ նրա, դիվանագիտությունը գործիք է, որի միջոցով Թեհրանը հետապնդում է իր ազգային շահերը, ճիշտ այնպես ինչպես պատերազմը։ Իսկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի նպատակն է լիովին բացառել Իրանի միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունը։ Նրա խոսքով, եթե նախկինում Միացյալ Նահանգների գործողությունները միտված էին Իրանի հնարավորությունները սահմանափակելուն, ապա այժմ նպատակը դրանց վերջնական վերացումն է։ Էնդի Բըրնհեմը պաշտոնապես ստանձնել է Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը, հայտարարելով, որ սկսում է 10-ամյա բարեփոխումների ծրագիր երկրի առջև ծառացած հիմնարար խնդիրները լուծելու նպատակով։ Դաունինգ Սթրիթում ունեցած իր առաջին ելույթում Բըրնհեմը նշել է, որ խոսքը ոչ թե իր պաշտոնավարման տևողության, այլ երկարաժամկետ կառուցվածքային փոփոխությունների մասին է։ Նա նաև ընդգծել է, որ կառավարության առաջնահերթությունը լինելու են բրիտանացիների կարիքները։ Նրա խոսքով վերջին 10 տարում Մեծ Բրիտանիան ունեցել է արդեն 7 վարչապետ, ինչը վկայում է, որ երկիրը բավարար արդյունավետությամբ չի կառավարվել։ Բըրնհեմը հայտնել է նաև, որ վարչապետի պաշտոնում իր առաջին հեռախոսազրույցները կունենա Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահների հետ։ Էնդի Բըրնհեմը վարչապետի պաշտոնում փոխարինել է Քիր Սթարմերին, որը հրաժարական էր տվել հունիսի վերջին։